Ես ոմայից շեղվեցի են կողմ, բայց ասենք դա սաղ իրար հետ քիթ կապված է, սաղ կապված է իրար հետ։ Հակառակորդը ամեն ջանք, ասենք, օգտագործում է, ամեն անցք օգտագործում է, որ ասենք ճեղքի մեր պաշտպանական պատը։ Այո, եւ այս պայմաններում պարոն Վարդանով Հայաստանի ղեկավարը հայտարարում է ամեն դեպքում իր ուղերձում վստահ պնդում կար, որ ի հեճուկս ներքին եւ արտաքին սադրանքների Ադրբեջանի եւ Հայաստանի միջև լինելու է խաղաղություն։ Ու ինձ շատ հետաքրքիր է հիմքեր դուք որպես ռազմական նաեւ գործիչ տեսնում եք ղեկավարի այս վստահ պնդման համար։ Գիտեք ինչ, մարդը որ արտաքին քաղաքականությունով է զբաղվում, գլխավորում, դա երկրի ղեկավարն է, հետո նոր իր գիծ առաջ տանող արտգործ նախարարն է։ Դա դիվանագիտություն է։ Ես դեռ Սերժ Սարգսյանի, ասենք, ղեկավարած վաղտ էի ասում։ Այն իրա ասել է ինձ հետաքրքիր չի։ Դա դիվանագիտություն է։ Հասկանում եմ, հայտարարության տակ գործնական, թեկուզ ռազմական պոտենցիալի առումով հիմքերը ստեղծված են, թե ոչ։ Ավելի կարևոր է իմ համար, համ հետաքրքիր է, համ իմ համար ավելի կարևոր է թվում հողի վրա եղած քայլերը։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը այս պահին փորձում անի այն, ինչ որ կարում անի։ Ու հաճախ ասենք փորձում անի նաև այն, ինչ որ իր ուժերից վեր է պաշտպանական համակարգում։ Օրինակ ասենք աշխատավարձ բարձրացնելով մարդկանց շահագրգռի բանակ զորակոչվեն ժամկետային չէ, այլ պայմանագրային զինծառայության։ Դա իրենց հնարավորություններից վեր է, որտեղ դու փողով չես կարա շահագրգռես մարդուն, որ ինքը գնա պատերազմի դաշտ, դա շատ քիչ մարդ կա։ Ինչով պետք է շահագրգռել, այսինքն ուղեղով, պրոպագանդայով։ Ես չգիտեմ ձեր մոտ ես ասել եմ դա թե չէ, բայց առաջի, ասենք, դեմքը Հայաստանի Հանրապետության պրեզիդենտն է, չէ՞, հետո նոր էթում է, ասենք, կատարողական իշխանությունը։ Ոնց որ թե ինքը, չգիտեմ, երեխա ունի թե չէ, բայց երկրորդ դեմքը կամ շատ-շատերի սխալմամբ, ասենք, սխալ կարծիքով առաջի դեմքը երկրի վարչապետի ընտանիքում կա երիտասարդներ։ Իրենց բոլորի ծնունդները պիտի անցկացվի ընտանեկան կռոգում ծննդյան օրերը, հրավիրելով ռազմական ուսումնարանի գերազանցիկ, ասենք, կուրսանտներին։ Պարտադիր։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իր քաղաքական պատժերշկա անող, ասենք, բիզնեսմենների հետ պետք է ինչ-որ բաներ տոնի կամ իր կուսակցության, ում հետ ուզում է տոնի, բայց պիտի ներկա լինեն գերազանցիկ օֆիցերներ, սպաներ, ոչ միայն ավագ լեյտենանտներ, պերսպեկտիվ լեյտենանտներ, ավագ լեյտենանտներ, կապիտաններ, պարգևատրված ինչ-որ, ասենք, արիական քայլերի համար վերջերս 5 տարի առաջ, ինչի՞ չէ, 20 տարի առաջ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հաճախ մոռանում էր շնորհակալություն ասել իր զավակներին եւ միջև օրս մոռանում է, միջև հիմա չկա պարգևատրում վիրավորման համար, շնորհակալություն արյան համար։ Դե ռուսական կամ, ասենք, ռուսական սխալ բան եմ ասում, շատ-շատերը կարծում են, որ երբ որ ես նման բան ասում եմ, հենց ռուսական բանին եմ խփում։ Դա կայսերական բոլոր կայսրություններին, ասենք, բնորոշ մարդկային ռեսուրսների ռեալ չգնահատումն է։ Բայց մենք կայսրություն չենք։ Չինաստանի պես 1.3 միլիարդ բնակչություն չունենք։ Ռուսաստանի նման երկրագնդի մոտորապես 1/9 մեր տակը չենք հավաքել։ Անգլիական կայսրության նման, ասենք, ժամանակին ամբողջ երկրագնդի ասիչը չենք եղել, Ամերիկայի նման, то есть ես կայսրություններ եմ թվարկում։ Մեր բնակչությունը շատ քիչ է, մեր անշնորհքը, ասենք, պահվածքի պատճառով միշտ, ասենք, Սփյուռքին կթուկովի տեղ դնելով այդ ապուշ վերաբերմունքը, ասենք, բանը մեր հայրենակիցների կողմից Սփյուռքի նկատմամբ վանել է մեզանից Սփյուռքին եւ փաստորեն մենք հույսներս պիտի դնենք մեր վրա։ Հիմնականում մեր վրա, 2.5, հնարավոր է 3 միլիոն բնակչության վրա։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ այս 3 միլիոն բնակչության, ասենք, 2.999.999 քաղաքացին մաքսիմալ կենսունակ լինեն։
մաքսիմալ ասենք հեռու մնան տարբեր արհավիրքներից, հարբեցողություն, նարկոտիկներ, ասենք, չգիտեմ, ուռել, ծակվել, անաշա, այդ ստորությունը, ասենք, որ մեկ-մեկ փորձում են լեգալացնեն, ասենք, նարկոտիկները, այդ առաջարկություն անողներին արդեն պիտի զրկես Հայաստանի քաղաքացիությունից եւ վտարես Հայաստանից։ Պիտի մաքսիմալ կենսունակ լինեն Հայաստանի, ասենք, բաները։ Նորաձև է կրթվելը, իհարկե նորաձև է, բայց առաջի հերթին նորաձև է սպորտով, ֆիզկուլտուրայով զբաղվելը, որը, ասենք, վարչապետի ընտանիքը իդեպ ցույց է տալի։ Բայց ավելի, ասենք, դրանից ենքում ես չեմ տեսնում, որ գնա։ Որտեւ իր կողքը, ասենք, շատ կուշտ մարդիկ կան, որ դաժե չեն էլ փորձում, ասենք, հելնեն հեծանիվ կամ ինչ-որ սպորտային սնարյադի վրա ինչ-որ վարժանքներ անեն ամեն օր եւ դա թեկուզ ցույց չտալով, ասենք, այդ ձևի կենսակերպ բանանեն եւ հետեւից քաշեն բնակչություն։ Պարոն Վարդանով, ձեր ասած սահմանափակումները եթե դրվեն, կասեն մենք գնում ենք դեպի բռնապետություն, դառնում ենք բռնապետություն։ Բռնապետություն, որ ասենք իր բնակչությանը մաքսիմալ փորձում է հեռու պահի վատ սովորություններից, մաքսիմալ ուղեղը սթափ է պահում, նարկոտիկներ եւ հարբեցողություն, որը որ առողջ է պահում մարմինը, ինչի՞ չէ, այդպես բռնապետությունը որ մեկը չէր երազի ապրեր։ Որ մեկը։ Ես տես մարդ չգիտեմ։ Երևի բոլորն էլ կուզենան այդ լավ խելամիտ բռնապետություն, որը որ հարկերի հարցում ասենք իրեն ամեն ինչ անում, որ քաղաքացին իրեն առողջության հաշվին սոցիալական, ասենք, իր վիճակը բարելավելով չզբաղվի, այլ սոցիալական իր վիճակը, կենցաղը բարելավելով զբաղվի, աշխատելու հաշվին, ոչ թե ասենք, երբ որ ինքը իրան ոնց որ ասած բերթի մեջ հապահում ու 24 ժամ ասենք աշխատում, որ հասցանի սրա բերանը փագի, նրա բերանը փագի, իր ընտանիքից դուրս բերանների հետեմ էլի։ Պարոն Վարդանով, եկեք մի փոքր վերջին իրադարձություններին անդրադառնանք։ Մայիսի 9-ին տեղի ունեցավ հաղթանակի Շքերթի Հոբելյանական միջոցառում, այդ Մոսկվայում Կարմիր հրապարակում շատ քննարկվեց, որ մեր ղեկավարը մասնակցեց, բացասական իմաստով ավելի շատ։ Մենք տեսանք, որ Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ալիևը սահմանափակվեց միայն զորք ուղարկելով։ Դուք ինչ դիտարկումներ կանեք, որքանով բխեց մեր երկրի շահից մեր երկրի ղեկավարի այդտեղ գտնվելը, այդ հրապարակում գտնվելը։ Ինչ-որ մարդ կա, որ կարծում է, որ Պուտինը ուղեղ չունի, հա, պես մարդիկ կան, ինքը կարող է, ասենք, պիտակավորվի, որ, չգիտեմ, արջի վրա նստած բանա չլուդ մարմնով սենց մաչոյա կամ բանա ջղային կարլիկ են ասում, չէ, իրանց լոբնի կարլիկ բանում, բունկերնի ձև, սենց ինչ ձևի, բայց ոչ մեկ չի ասում, որ ինքը հիմար է, չէ։ Ուրեմն ինքը չի հասկանում, որ բանա ուկրաինական իր բախումների մեջ Ուկրաինայի դաշնակից, ռազմական դաշնակից Մոլդավյան եւ Բաքվի Հանրապետությունը Վրաստանի հետ համատեղ մաքսիմալ իր ուժերի սահմաններում օգնում են Ուկրաինան, ինքը դա չի գիտակցում, ինչքան էլ ասենք զինվոր ուղարկում են պարադում քայլելու, ռազմական տեխնիկա չեն ուղարկում, չէ՞ Ռուսաստանի կողմից, որ Ուկրաինայի դեմ կռվի։ Ոնց որ թե չկա այդպես բան։ Իսկ Ուկրաինա ուղարկում են սակրավորական, ասենք, մեքենաներ են ուղարկել, դա զենք է։ Թույս Պուտինը այդ ամեն ինչը երևի հասկանում է, էլի։ Ալիևը փորձում է, ասենք, երկու աթոռի վրա նստած լինի։ Գուամը, այն իմ թվարկած Ուկրաինա, Մոլդավիա, Վրաստան, ասենք, Բաքվի Հանրապետություն, այդ դաշնակիցը ՆԱՏՕ-ի ոնց որ ասած կցորդներ, ՆԱՏՕ-ն եւ ոչ միայն, ասենք, այլ որոշ առումով դա անգլիական տրադիցիա է, հին անգլիական կայսրության տրադիցիա է, փոքրիկ դաշնակիցների sense բան ստեղծել, սայոզներ, կրծեր Անտանտա, Ասիան, ես իմ sense կցորդներ էլի, եւ նաեւ կար Գուամը։ Եվ բնականա Պուտինը հասկանում է ում այդ գործ ունի։ Ալիևը, որ չգնաց, դա ինքը նաև փորձում է արևմուտքի աթոռի վրա նստած մնա, հայտնել
Պուտինի դրբի տակ չեն գնի։ Բանը Նիկոլ Փաշինյանը որ գնաց իսկ զորք չտարավ, դա խելամիտ քայլ էր բնական է։ Դա չնշանակեց, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմում է այնուամենայնիվ դիրքավորվում։ Իրա դիրքավորվելով չի հասկանում եք, հիշում եք, որ 23 թվականին մենք Վահանը կորցրեցինք, մեր մեջքը փակող։ Հիմա այդ մեջքը փակող Վահանը, որը որ սեպտեմբերին թուրքերը մեր վրայից հանեցին, Արցախի հանրապետությունը, հիմա այնտեղ մեր առանց կաշի մկաններն են եւ տեղ-տեղ ներվերն են երևում։ Նիկոլ Փաշինյանն ինչ անի։ Ինքը որտեղ ասես հնարավոր է պետք է բան անի։ Ես օրինակ չեմ հասկանում, ինչի մենք Պարսկաստանի հետ ասենք չենք քփանում։ Ամերիկան կբարկանա։ Քփանալ ինչ է նշանակում, պարոն Վարդանով, այսինքն։ Ասենք ռազմական խաղեր ոչ թե Իրանը իր տարածքում, մենք մեր տարածքում, այլ նորմալ ռազմական, ասենք զորախաղեր անեին։ Այդ ռազմական խաղերը կարելի էր մի քիչ ընդլայնված անել։ Քփանալ պետքա նաև դրա համար, որ ասենք մատակարարումը հիմա հնդկա-պակիստանյան բախումների դեպքում մենք համոզված ենք, որ Հնդկաստանն ու Պակիստանը իրար հետ, ասենք 3 տարի չեն կռվի, ոնց որ Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Նու ճիշտ ասած ես էլ չեմ հավատում, որ երկար կռվեն, բայց հնարավոր է, չէ՞։ Իսկ մեր մատակարարումների վիճակը ինչ ալնելու։ Կողքները զենք արտադրող երկիր կա, որը տեխնոլոգիաներով ավելի հին է։ Այդ ինչ որ մեկը ինձ ուզում է ասի, որ ասենք այն Գյուլեն, որը որ 762 կալիբրի է, եթե մեջի բարութը մի քիչ ավելի 20-րդ դարի վերջի տեխնոլոգիայով է սարքած, ոչ թե 21-րդ դարի 914 մետր վարկյանում փոխարեն թռնում է 912 մետր վարկյանում եւ հնարավոր չի մարդուն ինքը խոցի, հա։ Իրանական տեխնոլոգիաները 80-ական թվականների վերջի տեխնոլոգիաներն են, որը սովետի փլուզվելուց որոշ սովետական նախկին պոստսովետական երկրներից տեղափոխվել են ընդդեմ։ Միջին Ասիայից, այդ թվում Հայաստանից մետալալոմի անվան տակ, որ ասենք ստանոկներն ու գործարանները եթում էր ընդդեմ։ Իրանը հասկանում էր, ասենք, որ այդ ամեն ինչից օգտվել է պետք եւ ինքը հիմա 20-րդ դարի վերջի տեխնոլոգիաներով։ Իսկ մեր Կալաշնիկի ավտոմատները, որը որ թեկուս Սերբիայից բերած, թեկուս վրեն գրած 2017 թվականի արտադրած որ տեխնոլոգիաներին է պատկանում։ Կարող է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Կարող է մեր հակաօդային համակարգը, որը որ կոչվում է ասահակա, որը որ մեր մոտ սպառազինության մեջ է գտնվում, էլի, մեր գործիքակազմի մեջ է մտնում։ Կարող է ինքն էլ 20-րդ դարի երկրորդ կեսի տեխնոլոգիա։ Կարող է T-72-ն էլ, որը որ մեր մոտ սպառազինության մեջ գոյություն ունի ու միակ մեր բանն է, հիմնական տանկն է։ Կարող է ինքն էլ այդ նույն ժամանակների տեխնոլոգիաների զենք։ Այդ ո՞նց է մենք ինչ որ զենքի տեսակներ ունենք, այդ տեխնոլոգիաների Իրանից ասենք նման բաներ չենք վեկալում։ Վերցնել պետք է։ Միանշանակ։ Հետները եղբայրանալ պետք է։ Ասեմ հնարավոր չի իրանց հետ եղբայրանալ։ Որտեւ էդի կրոնապետությունը դու քան իրանց կրոնին չես պատկանում, ինքը քո հետ երբեք չի եղբայրանա, բայց լավ հարևան կարա լինի, իհարկե կարա։ 92 թվականին իրանական հատուկ ծառայությունների ուսումնական կենտրոնը, որը բացված էր Բաքվի հանրապետությունում, մարզում էր մեր դեմ կռվելու համար, այդ վաղտ իրանց ծեծելով դուրս շպրտեցին իր բանից Բաքվից, թուրքական կուրս բռնելով, ոնց որ ռուսներին դուրս շպրտեցին ծեծելով։ Բայց Իրանը միջև հիմա եւ Ռուսաստանը միջև հիմա փորձում են իրենց բանը կապերը վերահաստատեն, նոր կապեր ստեղծեն եւ այլն եւ այլն։ Այդ որովհետեւ իրանք իրար հետ ընդհանուր բան ունեն։ Իրանք կրոնապետություն է, Իրանը շիա կրոնապետություն, այնտեղ շիա թուրքեր են ապրում։ 80%-ից ավել շիա են այնտեղ։ Ինքը միշտ այնտեղ փորձելու է ինչ-որ բան անի։ Թուրքերը Բաքվում ապրող կամ են քուրդերը, որ բանը թուրքացել են Ալիևների կլանը,
Իրանք երբեք չեն գնա բանին, Իրանի ոնց որ ասած տակ պարկելու, երբեք չեն գնա եւ տասնյակ տարիներ մենք բանա գարանտիա ունենք, որ Իրանը մեր հետ լավ հարևան է լինելու։ Այդ լավ հարևանությունը նաեւ ասենք զենք տալն է։ Դա մենակ պեչենի եւ ասենք ավտոյուղ ուղարկելը չէ, էլի։ Դա նաեւ զենք, զինամթերք եւ դա հնարավոր է։ Կարծում եք ԱՄՆ-ից են կաշկանդված, այո։ Կարծում եմ մենք այն հիմար պահվածքի մեջ ենք, այն ապուշ պահվածքի մեջ ենք, որ միշտ ունեցել ենք։ Օրինակ Արա Պապյանը, իմ լավ բարեկամը, բանը, երբ որ դեսպան ա եղել բանում Կանադայում, ուրեմն այնտեղ առաջարկ ա եղել, ինչքան հիշում եմ Mitsubishi ֆիրմայի եւ կանադական ինչ-որ համատեղ ֆիրմայի պրոյեկտներ, որ հիմա իդեպ համացանցում շատ են ներկայացված նման պրոյեկտներ, օգտագործված բանի միջուկային ատոմակայանի օգտագործած նյութի կրկնակի օգտագործումով էլեկտրոկայան կառուցեն Հայաստանում։ Եվ Արա Պապյանը անձամբ զբաղվել դրանով։ Դե բնական է մեր ապուշները ինչ են ասել, ապուշ են, չէ՞, Մոսկվան չի թողի, այ ապուշ։ Դու հարցրել ես։ Կարծում եմ նույն ապուշ վիճակն է։ Ամերիկան չի թող։ Իսկ դու հարցրել ես։ Պարտադիր է, պարոն Վարդանյան։ Իսկ դու հարցրել ես։ Կամ բացադրել ես։ Հետ ոնց ասենք, սա աշխարհին արգելել էր Իրանի հետ առևտուր անելը, մեր վրա ոչ մի էմբարգո բան չդրեց։ Իրանից որ առևտուր էին անում։ Կողմ ամերիկացին հիմար չի հասկանում այդ իրավիճակը։ Դες ապուշները մենք լինելով, չգիտես խի ապուշի տեղ ենք դնում Պուտինին, մի քիչ առաջ զրույցը դրա մասին էր, չէ՞ ասենք, Ամերիկային։ Բայց ես ցավը տանեմ, ապուշը դուք եք արա, աշխարհում ապուշ մարդ չկա։ Իրանք սա իրենց շահերը լավ են գիտակցում։ Ես շատ լավ գիտակցում են, ասենք, Հայաստանի կործանվելու վտանգը եւ կներեն լիքը քայլեր մեզ։ Ես համոզված եմ, որ չեն ների Պակիստանին միջուկային զենք օգտագործելը։ Իդեպ այդ հակամարտության հետ կապված պարոն Վարդանյան։ Բայց Հնդկաստանին կներեն։ Որտեղ Հնդկաստանը ռեալ հակակշիռ է Չինաստանին։ Ռեալ հակակշիռ է։ Ես չեմ ասում, որ Հնդկաստանը կօգտագործի միջուկային զենքը, բայց եթե նման բան լինի, չի լինի իհարկե, որովհետև պատասխան հարված է լինելու։ Եվ հնդիկները բան չեն, էլի, ինքնասպան չեն։ Հնդկաստանին գներեն, ասեն, այդպես ստացվեց, ստիպված էին կամ կհայտարարեն, որ դա պակիստանյան տերորիստներ եկան Հնդկաստանում կնոկեկը սխմեցին։ Սենց մի անետ այդ բան կա, օրինենք, կսխացնենք էտա։ Դες բաներ կա, որ չի ներվում, բաներ կա, որ ներվում է։ Մենք կներեն, ասենք Իրանի հետ ռազմական համագործակցությունը, ռազմատեխնիկական 100% կներեն։